Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Կառավարությունը այս շաբաթ հաստատած 2026-2031 թվականներու կորձնեության ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով անիկա հիմնված է իրական Հայաստան քաղաքապարախոսության եւ խաղաղության օրակարգին վրա։ Առաջիկա 5 տարիներուն նախատեսված է նոր թափ հաղորդել ժողովրդավարական, տնտեսական եւ հանրային կառավարման բարեփոխումներուն։ Անգեզած սեպտեմբերին կսպասվի նոր նախաձեռնություն՝ պիտի գայանա Թուրաֆ-Արմենիա միջազգային հեծանվային արշավը։ Հայաստանը գտեվագոխ է իր բաթմության այն փուլը, որ գանվանենք 4-րդ հանրապետություն։ Վարչապետի արձանակրումներ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքով իրական Հայաստանի քաղաքապարախոսությունը այսուհետև պաշտոնական քաղաքապարախոսություն է, որմով գարաչնորթվի Հայաստանը։ Կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ եւ այստեղ միայն հակամարտության եւ խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության։ Ինչի համար է պետությունը, ինչ գործնական առաքելություն եւ գործառույթ ունի պետությունը։ 3-րդ հանրապետությունը իր հռչակումով ըստ վարչապետին արձանագրեց պետության նպատակը, որ պայմանական ասած պատմական արդարության վերականգնումն էր։ Ասկե փխեցավ որոշակի գործողություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի կորձնական իրագործման ուղղություններ են մեկը եղած է։ Կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության եւ 4-րդ հանրապետության տեսլականի վրա եւ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում։ Վարչապետին խոսքով վերջին 8 տարվան գործունեության ընթացքին բացած են անցյալին չբացված էջեր, որոնց հետ գործնական առնչությունները Հայաստանին բերած են խաղաղության օրակարգին։ Ասիգա Նիկոլ Փաշինյանի խոսքով սկզբունքային հարց մնե նաև 2021-ի ընտրությունները եւ ադոր հաջորդած իրադարձությունները մեկնաբանելու համար։ 2021 թվականի ընտրություններին մենք մոտ գործեցինք միջին վիճակագրական քաղաքացիական պայմանագիր, կոտորակ, դաշնակցական գաղափարախոսությամբ։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել ենք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին եւ այլն, այն ինչ 3-րդ հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ էական եւ կարեւոր մի բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենակտիվ ձևով այն մարդիկ մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, նրանք մեզ եւ կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը եւ այդ հայացքը եւ այդ հայեցակարգը։ Կառավարության հարաճիգա հանգամյա ծրագրին եւս մեկ կարևոր առանձնահատկությունը ըստ վարչապետին այն է, որ խաղաղությունը եւ նոր միջավայրը հնարավորություն կտան լիարժեք վերադառնալու 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության օրագարկի իրականացված հատվածին։ Լավ լուրը այն է, որ ճգնաժամային կառավարման այդ ընթացքում մենք երբեք չենք դադարեցրել բարեփոխումների օրակարգի իրականացումը եւ ես հիմա ունեմ համոզվածություն եւ ընթացիկ process-ները դա ցույց են տալիս, որ ունենք անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություն, որպեսզի բնականon ձևով շարունակենք հեղափոխության օրակարգի իրականացումը։ Խնդիրն է հիմա նոր թափ հաղորդել ժողովրդավարական, փդացության թեմ պայքարի, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումներուն։ Այս ծիրեններս վարչապետը նշեց, թե ինչու կփոխվին 3 նախարարություններու անվանումները։ Արտաքին գործոց նախարարությունը կգոչվի Արտաքին գործոց եւ միջազգային արևդուրի նախարարություն։ Զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է արտաքին գործերի
եւ առևտրի նախարարություն տարբեր վարիացիաներով, բայց մանդատի մեջ նախարարության սովորաբար միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը մտնում է։ Մեր դեպքում դա տեղի չի ունեցել։ Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում արտաքին գործերի նախարարության գործունեության եթե չչափազանցնենք 75-80%-ը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների եւ գործունեության հետ։ Այսինքն այդպեսի ըմբռնում եղել է, որ լավ կլինի, որ տնտեսական օրակարգերն էլ սպասարկենք մենք արտաքին հարաբերություններում, բայց դա այդքան էլ չի ստացվել, այդ թվում իմ նշած օբյեկտիվ պատճառով։ Հիմա մենք այս գործունեության այս ուղղությունը պետք է շատ ակտիվացնենք, միջազգային տնտեսական կապերը պետք է լինեն մեր դեսպանատների եւ ընդհանրապես մեր դիվանագիտական ծառայության ամենօրյա աշխատանքային օրակարգի մեջ։ Վարչապետին խոսքով ակնհայտ են բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարարության անվանափոխության թրթաբաժարները։ Արհեստական բանականությունը ըստ Փաշինյանի ամենօրյա գարկով գմտնե իրականություն, որուն հետ առնչվելու հիմնարկներ ունենալը անհրաժեշտություն է։ Նախարարությունն ներս կցևավորվի արհեստական բանականության գրասենյակ։ Վերջին 1 տարվա ընթացքում մենք շատ լուրջ եւ էական զարգացումներ ենք արձանագրել, որովհետեւ մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում 3 սուպեր համակարգչային կենտրոն, որոնցից 2-ը արհեստական բանականության գործարաններ են։ Արհեստական բանականության ոլորտը Հայաստանում մեծ տեմպերով աճելու է։ Սա նշանակում է, որ մենք էլեկտրական էներգիայի սպառման վերաբերյալ մեր պատկերացումները եւ արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետքա վերստուգենք, ինչքանով է դա համապատասխանում այն նոր միջավայրին, որը ձևավորվում է, որտեղ սուպեր համակարգչային կենտրոնները ծախսում են այնքան էլեկտրական էներգիա, ինչի վերաբերյալ մենք դեռ չենք էլ պատկերացնում ծավալները։ Հայեցակարգային է նաև ընկերային գերադասչությունը աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն վերանվանելը։ Մարտը պետք է աշխատի բարեկեցության հարցերը լուծե պետությունը։ Ըստ բարեկեցության ձևաչափը պետք է լա գրթություն, աշխատանք, մասնակիտական կարողություններ ու զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Կառավարության առաջարկը հիմնավորեց վարչապետը հավելելով աշխատանքը բարեկեցության հասնելու գործիք է։ Կարևոր է, որ մենք աշխատանքը եւ կրթությունը ընկալենք որպես C կյանս գործընթաց։ Առավել եւս արհեստական բանականության զարգացման տրամաբանությամբ համաշխարհային նոր պրոբլեմայի հայտ գալիս։ Դա աշխատատեղերի կրճատումն է, որովհետեւ արհեստական բանականությունը ըստ էության անում է տասնյակ, հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդկանց գործ։ Եվ մասնավոր հատվածը մասնավորապես ոչ մի կասկած չկա, որ ծախսերի կրճատման տրամաբանությամբ գնալու է այս ուղղությամբ։ Եվ սա լրջագույն մարտահրավեր է, եւ այս առումով մենք շատ լուրջ անելիք ունենք։ Կառավարության նախաձեռնությունները ուղղված են նաև ընկերային շփումներու եւ գաբերու աշխուժացման։ Դարբեր ենթակառույցներու ստեղծումը միտված է այդ նպատակին, առանց համացանցային կյանքի թեմ պայքարելու։ Գործադիր իշխանության խնդիրն է նաև 2029-ի թրությամբ առողջության ապահովագրության համագարկի մեջ ողջ բնակչությունը ներառելը։ Ուրիշ հարց է ապահովագրության համար որ դեպքում ով կվճարի, բայց նաև կարևոր է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը իրոք դառնա համընդհանուր եւ մենք հանրապետությունում չունենանք մարդ, ով դուրս է մնացել առողջության ապահովագրության համակարգից։ Գործադիրի ծրագիրի օրենսդիրի մեջ հավանության արժանանել են յետք, երամսյա ժամկետի մեջ պիտի հաստատվի գործունեության միջոցառումներու ծրագիրը։ Զեկուցվող հաջորդ նախագծով որոշվեցավ աջակցել թուզ եւ թեղծ մթերողներուն։ Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները եւ արտահանումները շարունակվում են եւ թզի դեպքում եւ դեղցի եւ մյուս պտուղ բանջարեղենների ծաղիկի դեպքում այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ ամեն 1 կիլոգրամի համար եւ թզի եւ դեղցի մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս։ Աջակցության նախագիծը ըստ նախարարին գլուծե երկու խնդիրներ։ Առաջինը բերքի մթերումը եւ սպառումն է, հաջորդը մշակող արդյունաբերության զարգացումը։ Եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, այդ ապրանք դառնա ճիր, բնականաբար նաև ենթադրվում է, որ մրցունակ ավելի մրցունակ գնային առումով ապրանք են ունենալու, որովհետև մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու ըստ էության գնով ձեռք բերել, որը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ նաև փոխհատուցում ստանալ եւ դրա հետևանքով ինքնարժեքը իջեցնել եւ արդեն
պատրաստի արտադրանք մեր տեղական շուկային մրցունակ գնով առաջադրել եւ արտահանման համար մրցունակ գնով պատրաստի արտադրանք շուկային առաջարկել։ Անդրադառնալով ծրագրին վարչապետը կարևոր համարեց մթերման գործընթացի հստակ հավաստակրման համագարկի առկայությունը։ Շղթայի մեջ պետք է նայենք, որովհետեւ բուն մթերման խնդիրը չի մենակ։ Մենք պետք է կարողանանք ընդհանրապես հետագծելիությունը սկսած այգուց մինչև հետագայում նաև դրա ապրանքի դուրս թողումը ֆաբրիկայից կամ գործարանից եւ դրա հետագա մուտքը առևտրային ցանցեր կամ արտահանում, է շատ կարևոր բան է, որպեսզի մենք ստվերի դեմ ոչ թե պայքարելու, այլ ստվերը կանխարգելելու շատ հստակ մեխանիզմ ունենանք։ Ամեն ինչը պետքա դրոշմավորվի, որովհետև այդ է ճանապարհը ստվերին վերջ տալու։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտեն ներս արփանյակային արհեստագիտության սկիրառման հնարավորություններուն, նշելով, որ կառավարության ծրագրով նախադեсված է մինչև 2031 թվականը երկրի ուղեծիր արձակել 3 արփանյակներ։ Ադիգա Աստվածապետին գոքնե հասկանալ օրինակ ինչքան խաղողի տեղցի այքի գա։ Գործատիր իշխանությունը 884 միլիոն դրամ ուղեց Հայաստանի մեջ սեպտեմբեր 10-13 նախադեсվող միջազգային հեծանվավազքի իրականացման համար։ Կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Գավառ մեծ մասրիկ ճանապարհով 135 կիլոմետր երկարությամբ, երկրորդ օրը Կիրանց Ստեփանավան հատվածն է 177 կիլոմետր երկարությամբ, երրորդ օրը Մարտունի Դիլիջան Պարզ լճում հանգրվանելով հատվածն է 162 կիլոմետր երկարությամբ եւ չորրորդ օրը կանցկացվի ամբողջությամբ Երևանում սեպտեմբերի 13-ին 113 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, որտեղ 10 անգամ հեծանվորդները կանցնեն 11.3 կիլոմետրանոց հատվածներ։ Հեծանվորդներում միջազգային միությունը 2026 թվականի իր օրացույցին վրա հաստատած է Թուրավ Արմենիան, որպես Հայաստանի մեջ իրականացվելիք հեծանվավազքի առաջին միջազգային մրցաշար, որոնց մասնակցին տարբեր երկրները 18-ին 20 խումբեր։ Վարչապետը նշեց, որ միջոցառումը արհեստավար մարզանքը զարգացնելու եւ Հայաստանի դեսանելիությունը բարձրացնելու նպատակ ունի։ Ասիգա նաեւ գխթանե առողջ ապրելակերպը, որ կառավարության ծրագրի թիրախներեն մեկն է։ Լրագրողներուն հետ ճեպազրույցի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձած է արտաքին քաղաքականության, խաղաղության գործընթացին եւ սահմանազատման։ Անընդգծած է, որ Հայաստանը պիտի շարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, զարգացնելով հարաբերությունները դարբեր ուղղություններով։ Խոսելով ռուսական շուկայի մեջ հայկական ապրանքներու սահմանափակումներու մասին, Փաշինյանը նշած է, որ անկախանոնց վերացումեն արտահանման շուկաներու բազմազանեցումը պիտի շարունակվի։ Վարչապետը անդրադարձած է նաեւ թադայրավական համագարկի բարեփոխումներուն եւ բավբորի ծագում ունեցող գույքի վերադարձի գործընթացին։ Եվրասիական տնտեսական միութենեն ներս չեն ընդդիմանար Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհուպ կառույցին անդամակրվելու Հայաստանի որդեգրած օրագարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրած է, բարձրապանելով Եվրասիական տնտեսական միության անդամ 4 երկրներու ղեկավարներու Հայաստանի մեջ Եվրոպական միության անդամակցելու հարցով հանրակրվե իրականացնելու հայտարարությունը։ Անօրընկալմամբ ադիգա բահանջ չէ։ Այդ հանրակրվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ որ փուլում պետքա հանրակրվե լինի եւ հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ։ Ռուսիայեն հնչող նման հայտարարությունները ազդեցություն կունենան Հայաստանի արտաքին միջավայրի գայունացման վրա։ Լուրերու հարցմանի պատասխան վարչապետը նկատել տվավ։ Միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները եւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ այս դեպքում հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք մի դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը։ Փաշինյանի խոսքով պաշտպանության ոլորտեն ներս հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ այժմ Հայաստանը կկործակցի դասնյակ ուղղություններով։ Վերջին տարիներին մենք ռազմավարական համագործակցություն ենք սահմանել, ստեղծել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Նիդերլանդների հետ եւ էլի Ղազախստանի հետ, դրանով արտահայտվում
Նախկինում այսպիսի բան չկար։ Նախկինում մենք միայն մի ուղղությամբ ունենք ռազմավարական համագործակցություն։ Հիմա մենք բազմաթիվ ուղղություններով ունենք ռազմավարական համագործակցություն։ Օրինակ պաշտպանության ոլորտում ո՞նց է արտահայտվում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Արտահայտվում է նրանում, որ մենք նախկինում ռազմատեխնիկական ոլորտի մեր համագործակցության 85-90%-ը մի ուղղությամբ էր։ Հիմա մենք տասնյակ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցություն ունենք։ Հայաստանի ղեկավարությունը շատ անհանգստացած է Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Իրանի հետ կապված իրադրությամբ, անդրադառնալով դիտարկման, որ Ամերիկայի նախագահը գարձես տնտեսական պատերազմ հայտարարած է Իրանին, նշեց վարչապետը։ Մենք նաեւ այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի։ Անդրադառնալով այն հարցին, թե որ փուլի մեջ է Թրիփի գծով հայկական հատվածի գործընթացը, վարչապետը նշեց, որ Թրիփ ընկերությունը հիմնելու շուրջ բանակցությունները ավարտին կհասնին։ Ոչ մի խոչընդոտ չկա։ Այսինքն պարզ աշխատանքային գործընթաց է, որ ժամանակ է տանում եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները իրար հետ աշխատում են, իսկ խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետև խաղաղությունը հաստատված է։ Հայաստանը կշարունակի ադրբեջանական կողմին հետ աշխատել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, ընդգծեց վարչապետը։ Խաղաղության, ինչպես նախկինում ասել եմ, ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք եւ Թրիփն էլ է խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից, որովհետև երբ որ ճանապարհները բացվեն եւ տեղի ունենա հաղորդակցություն ապաշրջափակում, դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության, որովհետև այդ խաղաղությունից բոլոր երկրները իրենց օգուտները կստանան։ Ղարաբաղյան հարցին անդրադառնալով վարչապետը նշեց, որ Ղարաբաղի հետ կապված իր շատ ծանր դժվար որոշումներով Հայաստանը դուրս բերած է թագարտեն եւ Հայաստանի ժողովուրդը կբաժնեկցի այդ տեսակետը։ Հակառակ դեպքում ես այստեղ ձեր դիմաց կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս եմ բերել թակարդից։ Չլինելիության թակարդից։ Եվ ես հպարտ եմ նրա համար։ Ընդ որում էլի եմ ասում, մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Ես առաջիկայում ելույթում էլ կանդրադառնամ, մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին $1 միլիարդ հավելյալ ֆինանսավորում ենք տվել։ Այստեղ թոշակները ցածր ա եղել, այնտեղ բարձր ա եղել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս հələ այն հատվածն է, որը երևում է նաեւ փաստաթղթերով եւ այլնով։ Անդրադառնալով ներդարածքներու հարցին վարչապետը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությունը հաստատած են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածքը, Քյարքին Հայաստանի տարածքը չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածքը չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածքը չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածքն է։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Վարչապետի դիրքորոշմամբ այս հարցերը պետք է լուծվին, սակայն ռազմական ճանապարհով ադոնց լուծումը արդեն անցյալին է։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Եվ մենք կոնկրետ այդ թեման, որ այ եկեք սենց անենք, այս սենցը լինելնից, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ սահմանազատման գործընթացում մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք։ Այստեղ կա պրինցիպիալ մի խնդիր, հա, եւ ինչ է 1991 թվականի Ալմատայի հռչակագիրը։
Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Այս 29743 քառակուսի կիլոմետրի մեջ Արցվաշենը կա, ներառված է բնականաբար որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն։ Հետևաբար այդ տարածքները այդ հաշվարկի մեջ դուրս են 29743 քառակուսի կիլոմետրից։ Բայց սահմանազատման process-ների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29743 քառակուսի կիլոմետր։ Ռուսական սահմանափակումներու վերաբերյալ վարչապետեն հետաքրքրվեցան, թե ինչ քայլեր կլան ադոնց վերացման ուղղությամբ եւ ինչպես պիտի հանգուցալուծվի այդ խնդիրը։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր են գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք մեկ ընդմիշտ մեզ ապահովագրենք։ Այսինքն մեկը մյուսի հետ մենք չենք պայմանավորվում։ Տադայրավական համագարկի մասին խոսելու ադեն Փաշինյանը ընդգծեց, որ անիգա շատ բարականերու եւ շատ հաջող վերնախավի հետաքրքրություններու արդահայտիչն է։ Անոր խոսքով իշխանությունը բարեփոխումներ իրականացուցած է, սակայն համագարկի խնդիրը վերջնականապես լուծելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ եւ նոր սահմանադրություն։ Իսկ ով ասե ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես խնդրեմ եմ տենում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի է եղել ազատության մեջ։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ, ես խնդրեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Ու այդ իրանց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց ստեղ է խնդրեմը։ Լրակրողներեն մեկը նկատել տվավ, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումները անոր պաստապաններն ու ինտիմատիր գործիչները գորագեն որպես գույքի խլում, իսկ ինչ դիրքորոշում ունի վարչապետը։ Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին եւ իրեն պաշտպանողներին, որովհետեւ այդ են գործն է, որ իրենք երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի։ Եվ բոլոր այդ դեպքերը պետք է հասցեագրվի։ Ես էլի եմ ասում, այսօր ասում են բանա, քաղաքական հետապնդում։ Ես հակառակն եմ ասում, որ տասնյակ տարիներով եղել է քաղաքական չհետապնդում, որովհետև մաֆիոզ կապերով իրանք նույնիսկ մեր իշխանության տարիներին կարողացել են որտեղ ինչ հարց ուզեցել են լուծել են։ Ինչի, որովհետև այո, մենք չենք խառնվում այդ սկզբունքն ենք որդեգրել process-ներին։ Երբ որ մենք ասել ենք դատական համակարգը անկախ է եւ պետք է անկախ լինի, բոլորն ասել են, այս ինչ լավ է։ Այս կառավարությունը չի ուզում բան անի, վերահսկի դատական process-ները, մենք գնանք վերահսկենք դատական process-ները եւ այս ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Իսկ հիմա ինչ է տեղի ունենում։ Հիմա ընտրություններում հստակ այդ ժողովրդի պահանջը ձևակերպվել է։ Եվ այո, ժողովուրդը պահանջում է եւ ժողովրդի պահանջը պետք է իրագործվի։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ կառավարության ծրագրով մինչև 2031 թվականը նախատեսված է $2 միլիարդ ենթադրյալ աբորինի գույքի վերադարձ։ Ոստիկանությունը ամփոփած է դարվան առաջին կիսամյակի արդյունքները, նվազած է հանրապետության մեջ արձանագրված հանցագործություններու ընդհանուր թիվը, ինչպես նաև ծանր եւ առանձնապես ծանր դեպքերու մասնաբաժինը։ Մինչդեռ ավելացած են համացանցի միջոցով թմրանյութերով աբորինի շրջանառության եւ ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդումները։ Ոստիկանությունը կնախադես է նաև ստեղծել նոր համացանցային աշխատանոց թվային հանցագործություններուն թեմ պայքարի կարողությունները ընդլայնելու համար։ 2025 թվականը շրջադարձային եղած է Հայաստանի ժողովրդական պատմության մեջ։ Հայաստան վերադարձած քաղաքացիներու թիվը քերազանցած է, հերացածներու թիվը շուրջ 8000-ով։ Հայտարարեց վարչապետը, ընդունելով պետական կառավարման մարմիններու մեջ սփյուռքի մասնակիցները ներգրավելու իքորդ ծրագրի մասնակիցները։ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, թե ինչ ազդակներ նպաստած են այդ գործընթացին։ Երկրի ղեկավարը հիշեց, որ 2014-ին Սուրի օրատարծություններուն հետ կապված ավելի քան 20000 մեր հայրենագիցներ հանգամանքներու բերումով եկան Հայաստան, սակայն անոնց մեջ քիչերը մնացին։ Այսինքն այդ դեպքում էլ ներգաղթ տեղի ունեցավ, բայց գործնականում անմիջապես կամ շատ արագ այդ մարդկանց 90 եւ ավելի տոկոսը Հայաստանից հեռացավ։ Հիմա իրադրությունը այլ է,
Մարդիկ վերադառնում են, գալիս են Հայաստանի Հանրապետություն, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում, այսինքն կապում են իրենց կյանքը կամ փորձում են կապել կամ պիլոտ են անում, եթե կարելի այդպես ասել, ինչքանով է հնարավոր Հայաստանում ապրել։ Եվ նաև այս process-ի տրամաբանության մեջ է մտնում Իգոր ծրագիրը, եւ երբ որ Իգոր ծրագիրը մենք սկսեցինք, դեռ այսպիսին չէր իրավիճակը, բայց ես հույս ունեմ, որ Իգոր ծրագիրը ավելի գործնական վերադարձի, ավելի հուսալի մեխանիզմ կդառնա։ Ի դարբերություն նախորդ տարիներուն, այսօր հայրենադարձության գործընթացը ավելի շոշափելի ու երկարաժամկետ բնույթ կգրե։ Մարդիկ ոչ միայն կվերադառնան, այլև կփոխվի pedagogan կառավարման համագարքի մեջ անձնագազմային քաղաքականությունը։ Վարչապետը հիշեցուց աշխարհի լավագույն համալսարաններու շրջանավարտները pedagogan համագարքի մեջ ներգրավելու նախաձեռնության մասին։ Այդ ձևաչափով արդեն իսկ 8 նշանակում եմ ես իրականացնել, խոսքը վերաբերում է այն պաշտոնյաներին, ում նշանակումը վարչապետը, այդ նշանակումը, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, արդեն առաջիկայում մի շարք դեպքերի հետ կապված որոշումներ ես արդեն ունեմ, եւ ուրախությամբ եմ արձանագրում, որ առնվազն մի քանիսը նաեւ իգործ ծրագրով հետաքրքրված անձինք են, այսինքն իգործի բերումով են առաջին անգամ առնչվել Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատելու հնարավորության հետ։ Ի դարբերություն 2014-ի կամ 2019-2020 թվականներուն, այսօր հայրենադարձման միտումները վստահ կդառնան, նշեց վարչապետը։ Այդ թվում խաղաղության օրակարգի եւ հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետեւ սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք, եւ նաեւ մենք հիմա ավելի ու ավելի շատ ենք կենտրոնացած Հայաստանի Հանրապետության այսօրվա եւ ապագայի այն ընկալման վրա, որը մենք ձևակերպել ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Երկրի ղեկավարը ծրագրի մասնակիցներուն ներկայացուց իրական Հայաստան գաղափարախոսությունը մեկ նախատասությամբ։ Այդ գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության որպես պետության գոյության իմաստը եւ նշանակությունը իր քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը, ազատությունը, ինքնության պահպանումը եւ զարգացումը ապահովելն է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում։ Հայաստանի մեջ երկար ժամանակ գար խնդիրը։ Խաղապարները հաջող գբարդատրեին վերնախավերը։ 2018-ի հեղափոխությունը հագասած է այդ դրամապանության, քանի որ այն չէ ձևավորված ուրիշներու կողմէ ու չէ բարդատրված ժողովրդին։ Վարչապետը հիշեցուց 2008-ին, 2013-ին, 2017-ին գային մարտիկ, որոնք իր մեկը բահան չէին հեղափոխական գործողություններ։ Հեղափոխությունը ինքը իրոք նեն չի, որ ինչ որ նեղ տեղում փակսենյակում բան արվե, որոշվելա եւ պարտադրել։ Եթե նույնիսկ որոշվելա, պարտադրելու ոչ մի մեխանիզմ չկար։ Այսինքն քայլել ենք, մարդիկ եկել են։ Ես նկատում եմ մեր իրականության մեջ առաջին հաջող դեպքը ընդ որում շատ երկար ժամանակ, որ մարդիկ տենց մի բան զգացել են, մի բան որոշել են ու իրանց որոշածով ա եղել, այդտեղ էլ է հեղափոխությունը։ Նույն դրամապանությամբ նաև իրական Հայաստան գաղափարախոսությունը ծնած է մարտոց իրական կյանքի մեջ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցուց 2021 թվականի ընտրությունները։ Դուք կհիշեք 2021 թվականի ընտրությունները եւ ընտրություններից հետո խորհրդանում մեր հասցեին հնչող քննադատությունները։ Մեզ ասում են, այս ծրագիրը չեք, այս կետը չեք կատարեն, կետը գրել եք, որ Շուշին պետքա դեօկուպացվի, Հադրութը, չգիտեմ եւ այլն, ու իրոք գրել ենք։ Բայց ես կառավարության ծրագիրը ներկայացնելիս 2021 թվականի օգոստոս ամսին ես կառավարության ծրագիրը ներկայացնելիս այդ թեմային անդրադարձել եմ, ասել, որ այս քաղաքական այս քարոզարշավը առանձնահատուկ էր նրանով, որ ինքը կենթանի process էր։ Մենք մի տրամաբանությամբ մտանք կենթանի քարոզարշավի մեջ եւ ուրիշ տրամաբանությամբ դուրս եկանք։ Մենք մտանք Շուշին դեօկուպացվելու հանձնառությամբ, դուրս եկանք խաղաղություն հաստատելու հանձնառությամբ։
Վարչապետը գրգնեց սնուցող մայրերը իրենք են, որ քարոզարշավի ընթացքին բարդացրած են փոխել քաղաքական հայացքներն ու օրագարկը, եւ որպես արդյունք ավանդական դաշնակցական քաղաքապարախոսութեն անցում գդարված է իրական Հայաստան քաղաքապարախոսության, որ ոչ միայն ձևակերպված է, այլև արագ իրականացված է։ Ես առաջի անգամ իրական Հայաստանի քաղաքապարախոսության մասին խոսել եմ 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի ամբիոնից եւ դրանից շատ հետո տեղի ունեցել սահմանազատման գործընթացը եւ կնքվել է Ադրբեջանի հետ սահմանազատման համաձայնագիրը, որը առաջին համաձայնագիրն էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ դե յուրե պարտադիր ուժ ունի եւ որից հետո եղավ 25 թվականի իրադարձությունները։ Իմ այս երկար պատմությունը ինչի պատմեցի, ասելու համար, որ ես հիմա համոզված եմ, որ ներգաղթի process-ը ինստիտուցիոնալ է լինելու, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ եւ գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է էլիտային, տվյալ դեպքում էլիտա ասելով նկատի ունեմ կառավարող ուժին, որ այդ առումով կառավարում է։ Եվ հետեւաբար կարծում եմ, որ սա նոր իրադրություն է մեր պատմության մեջ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հայրենադարձության գործընթացները բադահական չեն, անհույս հայտնեց, որ ներառյալ Հայաստանը սփյուռք հարաբերություններու վերացեվավորմամբ կգարենան Հայաստանը դարձնել երկիրը, որում բնակչությունը առաջին հերթին գաջի հայրենադարձության նաև ժողովրդակրթության ռազմավարության իրականացման շնորհիվ, որուն մեջ մեծ դեր ունի մարդկային ներուժը։ Իգորս ծրագիրը այդ ներուժին հանդիպելու, այդ մարդկանց հետ հանդիպելու համակարգա, որը հույս ունեմ ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի արդյունավետ կդառնա։ Իմիջիալոց հետաքրքիր է, մենք ունենք վիճակագրություն ծրագրի մասնակիցներից ինչքանն են ներգրավված մնացել պետական կառավարման համակարգում, այսինքն մարդիկ, որ եկել են ու տենց էլ միջև հիմա աշխատում են։ Սփյուռքի գործոց գլխավոր հանձնագետարի Պաշտոնագետարը նշեց, որ նախորդ 5 տարիներու ծրագրի մասնակիցներու 68-ին 70%-ը մնացած են Հայաստանի մեջ։ Նրանցից 15%-ը շարունակում են պետական համակարգում ծառայել։ Ուզում եմ նշել, որ անցյալում մենք ունեցել ենք փոխնախարարներ, գերատեսչության ղեկավարներ, որոնք եկել են իգործից, ծնվել են իգործ ծրագրից, եւ այդ տենդենսը հուսամ, որ շարունակվելու է։ Մեր եթե նայեք պատկերին մեր գործականների կտեսնեք նաև, որ ընդհանրապես երիտասարդ պատկեր է, որը ուղղակիորեն համընկնում է ձեր արտահայտած մտքի հետ, որ Հայաստանը գրավիչ է մարդկանց համար, ոչ թե որոնք ասում են, գիտեք, սա ընդունված բան էր, ես ինքս Սփյուռքում հաճախ լսում էի, որ թոշակի անցնեմ գնամ Հայաստանում ապրեմ, կամ ուզում եմ, որ կներեք կոպիտ կնչի դե գերեզմանս կուզեմ Հայաստանում լինել, բայց մենք ունենք երիտասարդներ, որոնք տեսնում են իրենց ապագան Հայաստանում։ Այսինքն ճիշտ դրահակապատկերն է մարդիկ, որոնք պատկերացնում են իրենց որպես կայացած մասնագետ, կայացած մարդ, կայացած հուսամ Հայաստանի քաղաքացի հենց Հայաստանում։ Այսօր արդեն ծրագրի նոր 6-րդ հոսքի մասնակիցներու թիվը կհասնի 45-ի, անոնք Հայաստան ժամանած են աշխարհի տարբեր երկրներեն՝ Շվեդ, Իսպանիա, Ռուսիա, Նորվեգիա, Հունգարիա, Ֆրանսա, Հորդանան, Բելարուսիա, Բրազիլ, Արժանտին, Իրան եւ Ավստրիա։ Զվարթնոցոթագայանի մեջ մինչև դարևերջ պիտի ներդրվի սահմանային հսկողության e-gate ինքնաշխատ համակարգը։ Անիկա հնարավորություն պիտի դա անձնակրի եւ կենսաչափական տվյալներու ստուգումը ինքնուրույն կերպով իրականացնել կեսվայրկյան ընթացքին։ Մինչև 2027 թվականի կեսը նախատեսված է համակարգերը տեղադրել նաև սահմանային մյուս անցակետերուն մեջ, նվազեցնելով հերթերն ու բարձրացնելով ադոնց թողունակությունը։ Ալաբյան փողոցի 10-րդ շենքինքով նորածինը թողած անձը դակավին չհայտնաբերված։ Լրագրողներուն հետ հանդիպման ընթացքին դեղեկացուց ոստիկանապետը։ Այս պահին էլ նշված պահին օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացվում են, աշխատանքներ դեռևս տարվում են։ Այն հարցման, թե արդյոք հայտնաբերված է Մալիշկա գյուղի բնակիչները օրեր շարունակ գիշերային ժամերուն դարբեր եղանակներով ահափեգող դիմակավորված անձը Գամո Ծոցուլյանը պատասխանեց. դակավին ոչ։ Ոստիկանության բոլոր ստարոբաժանումները ընդգրկված են հայտնաբերման այդ նշված անձի հայտնաբերման ուղղությամբ։ Ամփոփելով դարվան առաջին կիսամյակին ոստիկանության գործունեության արդյունքները նախարարին տեղակալը նշեց, որ քրեական ենթամշակույթը կշարունակե մնալ մարդահրավեր։ Պետությունը հստակ է դիրքավորված այս առումով, բայց նաև մենք ունենք հասարակության մեր քաղաքացիների շրջանում
իրականացվելիք աշխատանք, որպեսզի հասարակության մեջ եւս այս երևույթի նկատմամբ անհանդուրժող մոտեցումը լինի լիարժեք։ Խոսելով ոստիկանության 4 հենասյունային ծառայություններում մասին, Մգրչյանը նշեց, որ թվային դիրույթեններ սքրեական ոստիկանությունը իր կարողությունները պետք է զարգացնի։ Շատ հանցագործություններ մեծ թափով կդեղափոխվին համացանց, որ եւս պետք է դիտարկել որպես բարեկություն ունելու տարածք։ Առաջիկայում մենք կունենանք կիբեր լաբորատորիա, սա այն հանգույցը եւ ենթակառուցվածքը կլինի, որը մեծ հնարավորություններ կտա համացանցային, առհասարակ թվային հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետություն բարձրացնել։ Սա շատ կարևոր է նաև միջազգային ոստիկանական համագործակցության տեսանկյունից, քանի որ մենք հասկանում ենք, որ թվային եւ համացանցային տիրույթում հանցագործությունները միշտ չի, որ հենց կատարողը Հայաստանի Հանրապետությունում է կամ պլանավորողը կամ նախատեսողը Հայաստանի Հանրապետությունում է լինում։ Խոսելով թմրամիջոցներու մասին, Մգրչյանը նշեց. ուժերը պետք է կենտրոնացնել ադոնց ներմուծման եւ արդարության հայտնաբերման վրա։ Քանի որ մենք գիտենք, որ եթե ստեղ մենք բաց ենք թողում, հետագայում դրանք արդեն մանրացված եղանակով դառնում են ավելի նախ բարդ հայտնաբերել եւ բացահայտել, ինչպես նաեւ արդեն վնասում են կոնկրետ մեր քաղաքացիների առողջությունը։ Իթեպ այս տարվան առաջին կիսամյակին հայտնաբերված է թմրամիջոցի աբորինի շրջանառության 1545 դեպք, ինչ որ 196-ով բագաս է նախորդ տարվան համեմատ։ 111-ով կամ 10.6%-ով նվազել են նաև վիրասման դեպքերը, 1051 դեպք, նախորդ տարի 940 դեպք այս տարի։ Վերջին տարիներուն թմրամիջոցներու իրացման աղբյուր դարձած է նաև համացանցը, որում միջոցով թմրամիջոցներու աբորինի շրջանառության դեպքերը դարվե-դարի աճի միտում գարցանակրեն։ Միայն այս տարի նման 266 դեպք հայտնաբերված է։ Ընտանեկան բռնություններու դեպքերն ալավելցած են։ Բաշտոնյան Ադիգա պայմանավորեց թիմելիության ավելացմամբ։ 1375 հաղորդում ստացված է այս տարի 78-ով ավելի նախորդ տարվան համեմատ։ Առհասարակ դատա իրավական sense շղթայում, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի մասով արձանագրել ենք որոշակի խնդիրներ եւ դրանք հասցեագրում ենք մեր դատախազության գործընկերների, իրավապահ մյուս մեր համակարգի գործընկերների հետ եւ առաջիկայում այստեղ եւս հանդես կգանք որոշակի օրենսդրական առաջարկություններով։ Վերջին տարիներուն նվազած է ճանապարհափոխադրամիջոցային բադահարներու հետևանքով զոհերուն թիվը։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստան Հանրապետության տարածքում արձանագրվել է 2146 ճանապարհատրանսպորտային պատահար, նախորդ տարվա 2072-ի դիմաց։ Հանրապետության մեջ արձանագրված հանցագործություններուն թիվը նվազած է 65%-ով, ընդհանուր արձանագրված է 21960 դեպք, ինչ որ գլխավորապես պայմանավորված է սեփականության եւ մարդու դեմ ուղղված հանցագործություններու թիվի նվազմամբ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1.9%-ով։ Արձանագրված դեպքերի 88.2%-ը նվազ հանրային նշանակություն վտանգավորության ներկայացնող ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11.8%-ը ծանր եւ առանձնապես ծանր դեպքերը։ Ոստիկանապետը դեղեկացուց, որ Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունեն կհամարվի անվտանգ։ Այս տարվան առաջին կիսամյակին արձանագրված է հաստատված սպանության 20 դեպք, մեկով բագաս նախորդ տարվան համեմատ։ Դեպքերն 13-ը եղած են անձնական կենցաղային հարցերու շուրջ ցակած վիճապանության պատճառով։ Դիտավորության առողջության ծանր վնաս պատճառելու 114 դեպք արձանագրված է 7-ով ավելի նախորդ տարվան համեմատ։ Վիճակագրական տվյալները գլխավորապես նվազած են, սակայն հասարակության մեջ դպավորություն կա, թե հանցագործությունները ավելցած են, նկատել տվին լրագրողները։ Մգրչյանը բարձապանեց։ Իրականում ցուցանիշների արձանագրում է վիճակագրություն ունենալը, այդպես ասած ընդհանուր պատկերի լավ եւ վատ գնահատականի համար չի նախ եւ առաջ։ Սա հստակ գնահատական է, թե կիսամյակում ինչ դեպքեր են արձանագրվել, որոնց որտեղ ունենք խնդիրներ, որտեղ չունենք, որտեղ բացահայտումը լավ է, որտեղ վատ է, որպեսզի մենք կարողանանք հստակ քաղաքականություն մշակենք, թե ոնց ենք առաջ շարժվում։ Դուք ասում եք ամեն օր տեղի ունենում սպանություն, բայց 20 դեպքը ոնց էլ տեղավորենք 6 ամսվա մեջ, ամեն օրվա պարբերականություն չի դառնում։ Պաշտոնյային խոսքով դեպքերը վիճակագրությամբ կրնան նվազածլալ, սակայն անոնցմե 1-2-ը մեծ հնչեղություն ստանան, ինչ որ ալ քաղաքացիներու շրջանեն ներս նման ընկալում հարաճացնելու պատճառ դառնա։
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիներուն թիվը շուրջ 8000-ով քերազանցած է մեկնողներուն թիվը։ Իքոր ծրագրի մասնակիցներուն հետ հանդիպման ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշած է, որ հայրենադարձությունը ավելի գայուն միտում մը գթարնա։ Պետական կառավարման համագարքի մեջ եւս կընթլայնի սփյուռքահայ մասնակիցներուն ներգրավումը։ Զվարթնոց օտագայանեններ շուտով e-gate ինքնաշխատ համագարկներ պիտի ներդրվին։ Ադոնք ինքնասպասարկման սարքեր են։ Սահմանահատողանցը կսկանավորե անձնակիրը անհրաժեշտ բարականերուն մատնահետ կուտա գլուսանագարվի, որ մեյ հետ մուտքը կբացվի։ Տվյալների on-line ստուգում է տեղի ունենում եւ դարպասը բացում է դռները ավտոմատ տարբերակով։ Այս ամենը որպես կանոն տևում է 20-ից 30 վայրկյան եւ ստացվում է, որ բավականին հերթերի կառավարմանը աջակցող process է։ Դարբերի երկրներու սահմանային անցման գեդերում մեջ գկործեն այս համագարկերը Հայաստանի մեջ նախադեсված է մինչև դարևերջ դեղատրել զանոնք։ Այն մեծ հավանականությամբ կսինխրոնիզացվի կենսաչափական համակարգի ներդրման հետ եւ մենք նոր սերնդի փաստաթղթերը արտադրելիս կունենանք նաեւ դրանց օգտագործման այս նորարար տեղը, այսպես ասած, սցենարը, թե որտեղ զգացնել կտան իրենց այս էլեկտրոնային կրիչ պարունակող նոր սերնդի փաստաթղթերը։ Ինչպես կաշխատի համագարկը, Դավթյանը մանրամասնեց։ Ձերտ համագործակցում ենք ազգային անվտանգության ծառայության հետ, նաեւ կա տվյալների ստուգում բնակչության պետական ռեգիստրի հետ, որոշակի փուլում մենք դա ապահովելու ենք, իսկ երկարաժամկետու մշտական լուծումը իհարկե քաղաքավիացիայի միջազգային կազմակերպության հետ բանալիների, հանրային բանալիների փոխանակումն է, ինչը սա նշանակում մենք այդ ճանապարհին ենք իհարկե միջազգային պայմանագիր է որակվել գործընկերների կողմից արդարադատության նախարարության եւ իհարկե առաջիկայում կունենանք պայմանագիրը ստորագրած փաստաթուղթ իրական հուշագիր է։ Ադոր արդյունքով մեր էլեկտրոնային գրիչով փաստաթուղթերը Եվրոպական միության անդամ պետություններու համար պիտի լան ընթերնելի։ Մեկ հպումը բավարար է, որ սարքը տվյալը վայրկյանների կամ միկրովայրկյանների ընթացքում փոխանակի բանալիների բաց ենթակառուցվածքի ինֆորմացիայի հետ եւ ուղղակի սարքը ճանաչի այն որպես վավեր։ E-gate-ի ներդրման բարակային սահմանաբահներեն քանի մոհոքի իրենց դեղերը պիտի զիջին նոր համագարկերուն։ Սկզբնական փուլին անցը պիտի գարենա թե սահմանաբահին մոդենալ, թե e-gate-ի միջոցով անցնել ստուգումը։ E-gate համակարգերի հետևում եւս կա սահմանապահ, որը առաջին հայացքից տեսանելի չի լինելու սահմանահատողի համար, բայց դրանք նախատեսված են հեռավար կառավարման համար։ Մինչև 2028 թվականը նախադեсված է օտագայանի թողունակությունը մի քանի անգամներով բարձրացնել, հնարավորինս ընդարձակելով e-gate համագարկերը, իսկ մինչև 2027 թվականի կեսը նախադեсված է այդ համագարկերը դեղատրել սահմանային անցման բոլոր գեդերում մեջ։ Պայմանագիրը ներառում է նաև ցամաքային ճանապարհով տրանսպորտային միջոցների անցման համար, դա իհարկե շատ ավելի մեծ ենթակառուցվածք է, ինչպես ծավալով, այնպես էլ ծրագրային ապահովման։ 7-ամյա պայմանագրի շրջանագեններս նախադեсված է, որ 34 համագարկեր համալրեն սահմանային անցման գեդերը, քանի որ e-gate-ը Հայաստանի համար նորություն է, արդյոք անիգա հերթեր կոյանալու պատճառ չի դառնար, Դավթյան պատասխանեց։ Օդանավականի թողունակություն իրենց զգացնել է տալիս, անկախ այն բանից, որ սահմանապահը արագ եւ որակյալ սպասարկում է ապահովում, միևնույն է հոսքը որոշ ժամերի, հատկապես ժամանման սրահում այնքան մեծ է լինում, որ իսկապես սահմանապահի արագ աշխատանքը չի փրկում իրավիճակը եւ e-gate-ը գալիս է լրացնելու այս բացը։ Դե երբ արդեն միայն e-gate համագարկերը պիտի կործեն, բարձ գտարնա ընթացքին։ Մենք ունենք շատ խնդիրներ, օրինակ երկհաղաքացիների պարագայում, երբ ելքը մի պետության անձնագրով է, մուտքը մեկ այլ պետության, հատկապես երբ օտար անձնագիրը ներքին օգտագործման է եւ չունի լատինատար գրություն, անձին նույնացնելը դժվար է եւ մենք իսկապես ունենք տվյալների անհամապատասխանության շատ խոցելի կետեր։ Որբեսի հնարավոր լա սահմանահատողի նույնացումը ապահովել, մարդու միջամտությունը անխուսափելի է, նշեց Դավթյանը։ Կան ցուցակներ, որոնցով եթե անձը անցնում է, օրինակ հետախուզվողների ցուցակը, Ինտերպոլը եւ այլն, կրկին իհարկե սահմանապահի միջամտություն է ենթադրվում։ Գամալ օրինակ սահմանաբահը գրնա նկատել, որ քաղաքացիին անձնակրի ժամկետները չեն համընկնիր, այն պետության ժամկետներու բանջներուն, ուր պետք է մեկնի անձը եւ զգուշացնել այդ մասին։ Իր տիրույթում ինքը կարող է թույլ տալ, որ անձը անսահմանահատի, բայց ընդունող երկիրը թույլ չի տա մուտք գործել եւ ուղղակի կամ վիզայի արկայության ստուգում, այսինքն ելքի պարագայում մենք կարող ենք դա չստուգել, բայց մյուս երկիր մուտքի պարագայում վիզայի հետ կապված խնդիրը արդեն սահմանահատման խնդիր կառաջացնի մեր ուղևորի համար։ Դավթյանը հորդորեց քաղաքացիներուն հաշվի առնել այս վտանգները, քանի որ e-gate-ով սահմանը հադելու բարակային մարդկային կորձոնը գվերանա։ Անգգարձե, որ պիտի լան իրավիճակներ, երբ անձը ինքը նախընտրե մոդենալ սահմանաբահին։
Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։